Գործընկերներ, ես հարակից զեկույցում փորձեցի զերծ մնալ գնահատականներից, քանի որ ներկայացնում էի հանձնաժողովում կատարված աշխատանքները եւ քննարկումները, իսկ եզրափակիչ ելույթում արդեն կանդրադառնամ արդեն ելույթների ընթացքում հանձնաժողովին վերաբերող դիտարկումներին, բայց մինչ ելույթը սկսելը ուզում եմ Տիկին Աճեմյան մի փոքր պատասխան, իմ անհանգստությունը ոչ թե այն էր, որ զեկույցում կրկին անգամ մարդու իրավունքների պաշտպանը անդրադառնում է գոյություն ունեցող խախտումներին, այլ իմ անհանգստությունը այդ խախտումների գոյության մասին էր։ Այն, որ պարոն Անդրեասյանն անդրադառնում է, իհարկե դա կարևոր է, իհարկե զեկույցում պետք է խոսվի այդ մասին, բայց որ տարի զեկույցում խոսում է միևնույն խախտումների մասին, դա անհանգստացնում է, որովհետև խախտումները գոյություն ունեն եւ անկախ Կարեն Անդրեասյանից խախտումները չեն վերանում, որովհետև պատասխանատու մարմինները չեն ձեռնարկում համապատասխան միջոցառումներ խախտումները վերացնելու համար։ Իմ ամեն դեպքում ձևակերպումը դրա մասին էր։ Ինչ վերաբերում է գնահատականներին, ապա պետք է շեշտեմ, որ գնահատականները մտահոգիչ չեն, որովհետև խոսքը գնում է մարդու, մեր քաղաքացիների եւ մեր իրավունքների մասին։ Գիտեք, պաշտոնյաները, որոնք ունեն ինչ-ինչ լծակներ, այսպես շրջանցելու օրենքի օրենքները, շրջանցելու այդ խնդիրները, միջև անձամբ չեն բախվում այդ խնդրի հետ, չեն հասկանում, թե ինչ է իրականում գոյություն ունի, ինչի հետ է ամեն օր առնչվում մեր քաղաքացին, ինչպիսի պատի է ամեն օր, այսպես պատի առջև է կանգնում մեր քաղաքացին։ Եվ հասարակ քաղաքացին առօրյայում զգալով այդ խնդիրները, չվստահելով դատարաններին, իսկ դա առանց բավարար հիմքերի եւ առանց բավարար պատճառների չէ, փորձում է ինքն էլ դիմել այն պաշտոնյաներին, որոնք որ կարող են այս կամ այն հարցում օգտագործելով իրենց լիազորությունները աջակցել, կամ փորձում է դիմել ինչ-որ կոռուպցիոն մեխանիզմների, որը ցավոք սրտի մեր իրականության մեջ շատ է։ Բայց չմոռանանք, որ այդ խախտումների պատճառով առաջանում է նոր հիասթափություն, առաջանում է անտարբերություն, սեփական իրավունքները պաշտպանելուց խուսափելու, որովհետև մարդիկ հոգնում են ի վերջո ամեն անգամ պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկել եւ ի վերջո չի ուզենա դա ասել, բայց դա եւ հանդիսանում է արտագաղթի համար պատճառ եւ առանձին դեպքերում արտագաղթողները սոցիալական խնդիրների հետ մեկտեղ հավասար նժարի վրա դնում են իրավունքների պաշտպանվածության խնդիրը։ Հիմա անդրադառնամ 2014 թվականի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված զեկույցում, ինչպես նշվեց 188 համակարգային խնդիրների մասին էր, դրանք էլ բերել են հազարավոր խախտումների եւ այդ խնդիրներին ոչ պատշաճ արձագանքը, դրանք ոչ լուրջ ընդունելը կամ ինչպես դա անում են բազմաթիվ կառույցներ կամ այդ ձև անել, թե այդ խնդիրներին լուծումներ են տրվում, բերում են նրան, որ այդ խնդիրները կրկնվում են, այդ խախտումները կրկնվում են։ Եվ մի փոքր անցում կատարեմ 2015 թվականի տեղի ունեցած մի շարք փաստերի, որոնք կարծում եմ մարդու իրավունքների պաշտպանը, որոնց կանդրադառնա 2015 թվականի զեկույցում, դա իրավապաշտպանների իրավունքների խախտումն է։ Այդ մասին երեք խոսել է նաև իմ գործընկեր Էդմոն Մարուքյանը։ Հատկապես այդ երևույթը սրվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այսպես 2014 թվականի զեկույցում մասնավորապես նշվում էր, որ կրկին ԶԼՄ-ներով եղել են բազմաթիվ հրապարակումներ լրագրողների, իրավապաշտպանների եւ ընդհանրապես քաղաքացիների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից տարբեր տեսակի հակաիրավական արարքներ կատարելու կապակցությամբ։ Սակայն ոչ բոլոր դեպքերում են դրանք դիտարկվել որպես քրեական գործ հարուցելու առիթ, ինչի հետևանքով այդ դեպքերն ընդհանրապես չեն ուսումնասիրվել։ Արվել էր առաջարկ յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված կարգով քննության առնել եւ ստուգել մամուլում արկա տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ։ Եվ բնականաբար խնդրին եւ առաջարկին մատների արանքով նայելու արդյունքում մենք ունենք փաստաբանների նկատմամբ հարուցված քրեական գործեր։ Մի դեպքում քրեական գործեր հարուցվել Տիգրան Հայրապետյանի նկատմամբ սադրիչ հարցեր տալու համար, զավեշտի է վերածվում սադրիչ հարցեր տալու համար եւ փաստաբանը կատարում է իր պարտականությունը։ Մյուս դեպքում հիմա Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ կա քրեական գործ հարուցված, առաջին դեպքով իհարկե գործը կարճվեց, գոնե կարճվեց։ Կա գործ հարուցված իրավապաշտպան Վելես կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ եւ այլն։ Սա շատ վտանգավոր գործընթաց է եւ սա կարող է անվերադարձ հետևանքներ
հետևանքներ ունենալ, որովհետև խոսքը գնում է այն մարդկանց մասին, ովքեր հենց զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ։ Փորձել ինչ-որ հարկադրանքի միջոցներ կիրառել իրավապաշտպանների նկատմամբ նշանակում է վտանգի տակ դնել այդ ոլորտը։ Եվ ավելին էլ չեմ ասում, որ դա մեկ անգամ եւս կասկածի տակ է դնում համապատասխան կառույցների կողմից վարվող գործերի որակը եւ հիմնավորվածությունը։ Վերադառնալով զեկույցին նշեմ, որ 2014 թվականի ընթացքում 2014 թվականի զեկույցում արտահայտությունը գտած բազմաթիվ հարցեր ոչ միայն լուծումը չեն գտել, այլև ավելի ցայտուն դրսևորում են ստացել։ Այսպես օրինակ խոսվում էր ոստիկանության կողմից խաղաղ հավաքների սահմանափակման որոշ դեպքերի մասին, այդ թվում ոչ իրավաչափորեն հավաքի ցրում, հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառում, նրանց ազատ տեղաշարժի սահմանափակում, իսկ որոշ դեպքերում անհարկի բերման ենթարկում։ Ինչպես տեսնում ենք, զեկույցում խոսվում է կրկին եզրույթն է օգտագործվում, իսկ դա նշանակում է, որ միևնույն ձևակերպումը եղել է նաև 2013 թվականին, եթե չեմ սխալվում, եղել է 2012 թվականին, թեև ոստիկանության ներկայացուցիչները մեր համատեղ քննարկման ընթացքում այսպես խաղաղ եզրույթի այլ մեկնաբանում տվեցին եւ նշեցին, որ նշվեց, որ ոստիկանությունը այլընտրանքային եղանակներով է փորձում իրավիճակը կարգավորել եւ նախապատվություն է տալիս հավաքների ազատության իրավունքին, բայց մենք 2015 թվականին ունեցանք բոլորովին այլ իրավիճակ, երբ արդեն գործադրվեցին նոր մեթոդներ, ինչպես օրինակ ջրցան մեքենաներն էին եւ այստեղ արդեն այլընտրանքային եղանակ ասելով, չգիտեմ, ոստիկանությունը ինչ էր հասկանում։ Բոլորովին վերջերս էլ բերման ենթարկելու փորձեր կատարվում, փորձում էին բերման ենթարկել արժուպատգամավորին, որը եւս խոսում է, որ խնդիրը իրականում առկա է եւ խնդրի նկատմամբ պետք է շատ ուշադիր լինենք։ Կամ եւս մի դեպք տեղի ունեցավ Ամռանը, ոստիկանը առանց կաշկանդվածության ապտակեց ակցիայի մասնակից տարեց 67-ամյա տղամարդուն Հակոբ Նազարյանին։ Վստահ եմ, որ այս խախտումները իրենց արտացոլումը գտնելու են 2015 թվականի զեկույցում։ Պետք է կարևորեմ այստեղ մի գրասենյակի արագ արձագանքման խմբի աշխատանքները, որովհետև այսպիսի մի ավանդույթ է կարծես ձևավորվել ցանկացած ակցիայի հավաքի ժամանակ վերջիններս հենց անմիջապես լինում են ակցիայի տեղը կամ իրենց նախաձեռնությամբ կամ ես արդեն այնքան եմ զանգահարել արագ արձագանքման խումբ, որ դեռ զանգս չլսված արդեն ասում են մենք այնտեղ ենք։ Հետո իհարկե մենք հանդիպում ենք ոստիկանության բաժանմունքներով եւ արագ արձագանքման խմբի հետ համատեղ զբաղվում ենք բերման ենթարկվածներին ազատ արձակելու գործընթացով։ Մի նոր գլխացավանք է դարձել արդեն քաղաքացիների համար ԴՀԿ-ն։ Չեմ ուզում անդրադառնալ արագաչափերին եւ կարմիր գծերին, տեսանկարահանող սարքերին, դրանց մասին բազմիցս խոսվել է, բայց խոսքը ԴՀԿ վարույթների մասին է։ Քաղաքացիների համար դարձել է առօրյա գործ ամեն առավոտ մի հատ մտնել ԴՀԿ, ներկայացնել փաստաթղթեր այն մասին, որ խախտման համար տուգանքը վաղուց է վճարել, կամ այդ վարույթում հարուցված գործով անցնող տրանսպորտը իրենը չէ ամենևին, եւ կամ էլ ինչն ավելին նյարդայնացնող է, անձը ում խախտման համար կալանք է դրվել, ամենևին էլ ինքը չէ։ Հասկանալի է, թվում է, թե սա այսպես մանր երևույթներ են, բայց երբ անընդհատ կրկնվում է եւ ամեն անգամ քաղաքացին այսպես ստիպված է լինում իր հարցերի կարգավորման համար գնալ որևէ պետական մարմին, այնտեղ հանդիպել որոշակի քաշքշուկների, դա արդեն հիասթափության նոր ալիք է առաջացնում։ Ես օրինակ ամեն առավոտ մեր հանձնաժողովի աշխատողներից որևէ մեկը ասում է մի հատ գնամ ԴՀԿ գործերս կարգավորեմ գամ։ Այսինքն օր չկա, որ որևէ մեկը այդպիսի հարցով չգնա ԴՀԿ։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այսպիսի փոքր խախտումներից է, փոքր խնդիրներից է, որ առաջանում է լուրջ հիասթափություն։ Եվ վերջում ասեմ, որ երեք իմ հարակից զեկույցի ընթացքում էլ ասացի, որ մեր հանձնաժողովը արդեն իսկ աշխատում է մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած առաջարկների վրա եւ ես առաջարկեցի նաեւ համատեղ աշխատել դրանց վրա, հետեւաբար առաջիկայում կլինեն նոր օրենքի նախագծեր։ Բայց դրա հետ մեկտեղ ես ինձ վատատես չհամարելով միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ վստահ եմ, որ այս ամբիոնից հաջորդ տարի ելույթ եմ ունենալու, վստահ եմ, որ ելի խոսելու
խոսելու եմ նույն եւ ավելի ցավոտ նոր խնդիրների մասին, վստահ եմ, որ խախտումների ավելի վառ դրսևորումների մասին եմ խոսում եւ այստեղ բոլորովին խնդիրը նրանում չէ, թե ինչպես է աշխատում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կամ ինչպես է աշխատում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։ Այստեղ խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես է օրենքը հավասարապես մեկնաբանվում եւ հավասարապես կիրառվում բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Քանի դեռ մեզ մոտ օրենքի առջև բոլորը հավասար չեն, մենք այս ամբողջից խոսելու ենք եւ շարունակելու ենք խոսել այդ խախտումների մասին։ Շնորհակալ եմ։